Գրիգոր Գևորգյան, նախ եւ առաջ ինչեւ ձեր հարցին պատասխանելը կուզենայի ձեզ լրագրողներից շնորհակալություն հայտնել, որ այսքան տարիներ միշտ եղել եք մեր կողքը, մեր հետ հավասար պայքարել եք արդարության դեմ, արդարության կողմնակից եք եղել 21 թվից մեր կողքն եք եղել, այն անձրևին, ձանը, ցրտին, միշտ մեր կողքն եք եղել, բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Պայքարեցինք ճիշտ է, մենք հասանք մեր նպատակին, բայց այդ նպատակին հասնելու հետ մեկտեղ էլ շատ թանկ վճարեցինք, կորցրեցինք մեր բարեկամ Վալոդյա Գրիգորյանին։ Այսօր ժողովուրդը որ հավաքվել է մենակ Գրիգորյանների բարեկամը չի Վալոդյա Գրիգորյանը, բոլորիս բարեկամն է։ Նույն ցավը, որ զգում են Գրիգորյանները, նույն ցավը զգում ենք մենք բոլորս։ Ուստի նա մեր բոլորի բարեկամն է։ Իսկ հիմա անդրադառնամ ձեր հարցին։ Ես խոսակցության սկզբում իզուր չնշեցի, որ Վալոդյա Գրիգորյանը մեր բոլորի բարեկամն է։ Նույն ցավը մենք ենք զգում։ Այսօրվա հավաքի իմաստը կայանում է նրանում, որ ժողովուրդը հարմար չի գտնում ներկապային Ախտոյան ընտանիքի ներկայությունը գյուղում։ Ինչի համար ես հիմա հիմնավոր կբացատրեմ։ Տեսեք, ցավը այնքան մեծ է, որ տարիներ է պետք է ցավը մոռանալու համար։ Այսօր ճիշտ է, պաշտոնական մեղադրանք չկա իրանց նկատմամբ, բայց ըստ օդին կախված լուրերի նրանք էլ իրենց մեղավորությունը ունեն։ Այսօր ճիշտ է, ձերբակալվածները իրենց մտերիմ ընկերներն են, ըստ այդմ ժողովուրդը մտածում է, որ իրենք էլ կապ ունեն դրա հետ։ Հիմա գյուղում չեն իրանք ասում են, որ մեկ ամիս առաջ էլ եք դուք այստեղ հավաքվել, ստորագրահավաք արել ու ասում եք, որ իրանք գյուղ չվերադառնան։ Այս անգամ ինչ եք հավաքվել, հիմա գյուղում են, ուզում են վերադառնալ, ինչ մտավախություն ունեք դուք, կասկած ունեք, որ նորից կգան, չեն գա, կամ ինչ-որ մի բան եղել է, որ այս նորից։ Տեսեք, նորից ըստ օդում կախված լուրերի էլի ժողովուրդը տեղեկություն է ստացել, որ փորձում են վերադառնալ Մերձավան։ Բայց ներկապային ճիշտ չեմ համարում նրանում, որ դրանից կախված է այդ ժողովրդի անվտանգությունը։ Փորձեմ ասել ավելի բաց խոսել։ Տեսեք, ժողովուրդը ցավը այնքան մեծ է, որ ասենք իրանց տեսնելով չես կարող ասել ժողովուրդը ինչ ձև կարձագանքի ու ասենք հասարակ հայացքից էլ հնարավոր է որ բախում լինի։ Հնարավոր է ասենք ռեպլիկներ միմյանց կողմից ու ասենք սիրուն բան չստացվի։ Անցած անգամ էլ հավաքվել էինք, ստորագրահավաք էինք անում, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներից, եթե չեմ սխալվում, Հասմիկ Հակոբյանը հելավ շատ կոպիտ ձևով արտահայտվեց, դուք ով եք, որ որոշեք ով ապրի այս գյուղում։ Տեսեք, ես իրանք հակադարձեմ ու կասեմ, մենք այն մարդիկ ենք, այն համայնքի բնակիչներն ենք, որ պարզապես սենց ձեր ոտքը կտրեցին, ԿՊ-ի ոտքը կտրեց այս համայնքից։ Դուրս թողեց, որ այդ համայնքում դուք էլ ընդհանրապես տեղ չունենաք։ Դրա համար անպագորգոր արտահայտություններ անելուց առաջ մտածեք ում հանդեպ եք անում։ Մենք ենք մարդիկ ենք, որ ԿՊ-ին հեռացրեցինք այս գյուղից։ Ճիշտ է, թանկ վճարեցինք, կորցրեցինք մեր ամենաթանկ հարազատներից մեկին։ Վալոդյա Գրիգորյանին։ Դուք հիմա ինչ եք անելու
մենակ հավաքվելու եք ստեղ, ստորագրա հավաք եք նորից անելու, այսօրվա հավաքը բացի այն դրանից, որ պահանջում եք ախտոյանները չվերադառնան գյուղ, էլ ինչ կա դրա տակ, այս ամեն ինչ, սրանից ինչ եք անելու, հավաքվեցիք, գնալու եք տուն, ինչ։ Տեսեք, այս հավաքի իմաստը կայանում է նրանում, այս հավաքը մեջ պարունակում է շատ դժգոհություններ, այդ թվում արդար դատավարություն ենք ուզում։ Տեսեք, քննչական կոմիտեի նախագահան ընդդիմադիր պատգամավորին դուրս է գալիս, պատասխանում է, ասենք անձամբ ես հեգնանք նկատեցի իր խոսքի մեջ, չի կարելի, մարդիկ պահանջում են արդար դատավարություն, ճիշտ է, այսօր դուք իրան գտել են սպանությունը կատարողին, սպանությունը օժանդակողին, բայց այդ սպանությունը դրանով չի վերջանում, կան պատվիրատուներ, կան այլ մասնակիցներ, դա իմ կարծիքն է, էլի, դե ավելի մանրամասն հետազոտեն, քրքրեն, գտնեն։ Քիչ առաջ որ ասում եք օդում կախված ուրերի, հա, պատվիրատուն ախտոյան, կոնկրետ ում մասն է խոսքը, Մհեր ախտոյանի մասն է խոսքը, ես ուզում եմ տեսեք, այդ լուրերը շոշափում են կոնկրետ ընտանիքի, վերեկահանձերի չառանձնացնեմ, կոնկրետ ընտանիքի մասնակցությունն է ախտոյանների ներգրավում այդ ման իսկ մեղադրյալները դեռ որ երկուսն են, էլի։ Կան դրդապատճառները, կան քաղաքական են արդյոք դրանք։ Տեսեք, քաղաքական այսօրվա դրությամբ հիմք չունեմ ես որ կոնկրետ քաղաքական ասեմ, բայց շրջանառվում է վենդետայի վարկածը։ Շրջանառվում ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե շրջանառվում, այլ այդպես են փորձում հիմնա, հա, այդպես է, բայց դա հերքվել է, էլի։ Հենց Նարեկ Օհանյանի կողմից էլ է, էլի, այդ ամենը, եթե իրավապահները մի քիչ ուշադիր լինեն, կարծում եմ կհասկանան, էլի, որ այդ ամեն ինչը հերքվել է ու ուրիշ կողմա տանում, էլի։ Մենակ խոսելով չի, էլի։ Տեսեք, քննչական կոմիտեի նախագահն էլ ասում է վենդետա չկա նման բան, էլի։ Ասենք իրանք պաշտոնատար անձիկ են նման արտահայտություն անելուց առաջ կարծում եմ դիք երկար մտածել էլի, ինչ որ կրկնել, կներեք բարիս համար կրկնել դուրս կան ասեն սենց վենդետա է։ Չկա նման բան։ Շնորհակալություն։ Մի փոքր առաջ։ Մենք